11:08-ին է եղել ահազանգը, որ նշված առևտրի կենտրոնի սննդի կետում է բռնկվել հրդեհ, անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ, բիս 1 կանչով, այս պահին հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ, այս պահին աշխատում են այստեղ հրդեհաշիժման աշխատանքների ներգրաված են 14 մարտական հաշվարկ, հրդեհաշիժման աշխատանքները ինչպես տեսակ ղեկավարում է փրկարար ծառայության տնօրենը, այդ պահին քաղաքացիները տարհանվել են, մինչ հրշեջ փրկարարների ժամանելը արդեն սկսել է տարհանումը եւ այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ տուժածների վերաբերյալ դեռ տեղեկություններ չունեն։ Վերման ենթարկելու հետ կապված ես հավելել ձեզ տեղեկություն կտրամադրեմ։ Պարոն Սարգսյան, KFC-ում է հրդեհը։ Նախնական տվյալներով ըստ ահազանգի հրդեհը բռնկվել է սննդի կետում։ Պատճառների մասին դեռ շատ վաղ է խոսել, այսպայն հրդեհաշիժման աշխատանքները շարունակվում են, ես այստեղ եմ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրում։ Մենք տեղեկություն ունենք, որ փրկարարներից երկու իրենց լավ չէին զգում, Սխահարության հետևանքով նախնականով 2 հոգի էին, այո, բայց ընթացքում էլ եմ ասում կտրամադրենք տեղեկատվություն։ Երկու փրկարար սխահարվել են, հա։ Սխահարության հետևանքով առաջին օգնություն է ստացել։ Նույն բանը պետք է կրկնեմ, այս պայդրությամբ այն գործընկերները, որոնք չէին միացել իրենց համար նույնը պետք է կրկնեմ, բայց դուք նշեցիք բերման ենթարկվելու հետ կապված քաղաքացի եղել ոչ adekvat վարքագիծ է դրսևորել, ինքը ուղղակի տարածքից հեռացվել է։ Հիմքեր ներկայացվել են տարածքից հեռանալու։ Ոչ adekvat վարքագիծ է ինքը դրսևորել, ուղղակի տարածքից հեռացվել է, ինքը բերման չի ենթարկվել, չի ձերբակալվել։ Ոստիկանները նրան նստեցին մեքենան եւ տարան։ Տարածքից հեռացվել է, ձերբակալված, ձեր նշած բերման ենթարկված քաղաքացի չկա, տարածքից հեռացված։ 11:08-ին է եղել ահազանգը, նախնական տվյալներով ահազանգը եղել է, որ սննդի կետում է բռնկվել հրդեհը, առևտրի կենտրոնի այս պահին 14 մարտական հաշվարկ հրդեհաշիժման աշխատանքներ են իրականացնում, սկզբից հրդեհի բարդության բիս 1 կանչով են ժամանել, այս պահին հայտարարված հրդեհի բարդության թիվ 3 կանչ եւ այս պահին հրդեհաշիժման աշխատանքներ են իրականացվում։ Քաղաքացիները տարհանվել են, այս պահի դրությամբ տուժածների վերաբերյալ տեղեկություններ չունեն։ Լինելու դեպքում ավելակ կհայտնի։ Այս պահին չէ ու հրդեհաշիժման աշխատանքներ։ Բայց արդեն լակալի է Չեմ կարող ասել, բայց հրդեհաշիժման աշխատանքները ինտենսիվորեն շարունակվում են։ Շնորհակալ եմ։